Այսօր ես խոսելու եմ այս մեր խնդիրների մասին, թե ինչ ենք մենք մեզ կործանում, ու մի բան ինձ պարզ է, որ հենց այնպես մարդկանց չես հասկացնի, որ գիտելիք է պետք չկործանվելու համար, ես որոշեցի ստեղծել քաղաքական գիտելիքի ֆոնդ, Նոբելյան մրցանակի սկզբունքով։ Ես միլիոնատեր չեմ, հարուստ չեմ, ես թոշակով ապրող մարդ եմ, իմ խնայողությունները կներդնեմ այդ ֆոնդի ստեղծման համար, գիտելիքներ տարածելու համար։ Դրա համար կսահմանեմ կնոջս անունով, հանգուցյալ կնոջս անունով մրցանակ, Կարենա Բակունցի անունով մրցանակ, քաղաքական գիտելիքների մասին։ Մեկ նոմինացիա կլինի, ֆոնդը նախնական չգիտեմ, մի քանի $1000 կարգի կլինի, որի տարեկան եկամուտներից ես կտամ մեկ մրցանակ, ենթադրենք $1000 կարգի առաջի տեղ գրավածին, երկու հատ երկրորդ մրցանակ կլինի, ես ասենք $500, 4 հատ էլ $250 մրցանակ։ Կարող են մասնակցել բոլորը, գրավոր երևի պետք է ինչ-որ իրանք ներկայացնեն իրենց գործը, քաղաքագիտական, ժյուրի կստեղծեմ, այդ ժյուրին կտա մրցանակները տարեվերջին։ Դա էլ իմ ներդրումը կլինի քաղաքագիտությունը կյանք տարածելու համար։ Երկու շարժառիթ ունեմ։ Ուրեմն հայերը կործանվել են քաղաքագիտություն չիմանալու պատճառով։ Աշխարհն էլ գնում է ընկելա մեծ խնդիրների մեջ քաղաքագիտությունը մերժելու եւ անտեսելու պատճառով։ Մեծամիտ չհամարեք։ Ես իհարկե այս հայտարարությունը, որ անում եմ հայերի կողմից արժանանալու միայն նզովքի, որովհետեւ ուրիշ բանի հնարավոր չի հայ արժանանա հայերի կողմից, բայց դե ես համառեմ իմն անում եմ։ Հիմա արդեն ինձ կարող է մի սկզբնական այդ մասսայից 90%-ը գնացել են, շուտով մյուս 10% կմնան մի քանի լսողները, դրանց հետ կշարունակեմ ասելիքս, բայց ես լուրջ եմ տրամադրված։ Այսօր ես խոսելու եմ հիմնականում իշխանության կառուցվածքի խնդիրների մասին, եւ հայկական եւ համաշխարհային, որը քաղաքագիտության ներկապային ամենահիմնարար հարցն է։ Ինչու՞մն է բանը։ Հիշենք այս հին անեկդոտը։ Армянского радио спрашивают, кто опаснее для общества, хронический алкоголик или хронический наркоман? Армянское радио отвечает, хронический президент. Ֆանտաստիկ լավ սարքած անեկդոտ է, այս նոր է իհարկե, հերաներն են երևի սարքել, հայկական ռադիոյի անվատակ, բայց իմ խոսակցությունը սրա շուրջ է։ Այս մեր պրեզիդենտն է, մեր այս դեգեներատն է, այս անասունը, ձախ կողմ վերցրել են ֆեյսից ինչ-որ գտա ֆեյսում, որ սա ոչ մի բանի չի, ուղղակի ռելիքս է, այտենց մնացել է Սիմոն Կարապետյանի գրանունն է ֆեյսում։ Այս մարդը այսքան փող է ստանում 670,000 ինչ անում 1500 մոտ $1700 ամսական անում։ Մեծ փող չի, բայց սա հանդես է գալիս որպես Հայաստան պետության նախագահ, որ Հայաստան պետություն կա, ես էլ տեսեք նախագահն եմ։ Դու ոչ մի բան ես, դու Նիկոլի Շունն ես, ճիճուն ես։ Որպեսզի մենք հասկանանք, ազգովի հասկանանք, թե ով է հայկական իրականության մեջ, այդ ֆոնդը դրա համար եմ ստեղծում ես։ Որ այս ճիվաղանոցը չստեղծվեր, տեսեք 91 թվից ստեղ դեմքեր կան։ Հայկական իրականության մեջ միայն ճիվաղներն են առաջ գնում, առաջ բարձրանում, որպեսզի այս սրանց հաղթահարենք, ուրիշ ձև չկա, պետքա գիտելիք տարածվի։ Իդեպ ասեմ, որ ես ուրեմն քաղաքագիտության մեջ ինչ եմ արել, մի հատ գիրք եմ գրել, այդ գիրքը 3 լեզուներով կա, այս անգլերենն է, Ամազոնից կարող են սպյուրքի հայերը գնել, մի մեծ բան չի, $40 արժի, բայց գունավոր գիրք է, ներսը գունավոր է, գրքի ինքնարժեքը $30 է։ Ես որ առնում եմ Ամազոնից, որպես հեղինակ, $30 փող եմ մոտ։ Սա այդ նույն գրքի ռուսերեն տարբերակն է, Մոսկվայում կա տպագրված անգերոջից մոտա, բայց ոչ ես լինքը կդնեմ, թող հայերը ռուսերեն կարդացող հայերը բավարարվեն լինքով, չարժի անգերոջից անհանգստացնել գնալ իր մոտից վերցնել գիրքը։
Եվ սա էլ կա հայկական խանութներում դրված է, թող գնեն, նորից, այդ բոլոր գրքերը ներսում գունավոր են, նման գիրք աշխարհում գոյություն չունի։ Դա համար ես այդ առաքելությունը վերցրեցի, ոչ միայն գիրք գրել, այլ ֆոնդ ստեղծել իմ վրա։ Այդ սա է իշխանություն ասածը, սա իհարկե հանճարեղ նկար է, սա համաշխարհային մակարդակի նկար է, այս որ սարքել է, այս ամեն ինչի, իշխանություն ասածը սա է։ Մի հատ շենքում նստած մի ճիվաղ է, որ Նիկոլի պես շլապայով է տանասունը վերջերս սկսել է շլապայով մանգալ տղալը։ Մի ճիվաղա, որը պաշտպանվում է ժողովրդից միլիցեքով։ Էտա, եկանք մարդկությունը զարգացավ, հասավ այս կոնցեպտուալ վիճակին։ Շենքում նստած մի ճիվաղ, դրա դեմ է կանգնած ոստիկանություն, այս կողմն էլ գոյություն չունեցող ժողովուրդն է։ Սա պետք է փոխվի, սեն չի կարելի շարունակել։ Եվ Հայաստանում պետք է փոխվի, որպեսզի ազգը ողջ մնա, եւ աշխարհում պետք է փոխվի, որպեսզի ապագան նորմալ լինի, մարդկային ապագան։ Ու այս ամեն ինչը տեղի այս խայտարակ բանը տեղի ունեցավ սովետի կործանումից հետո։ Սովետից հետո արևմուտքը գնաց դեպի բռնապետություն։ Այժմ այն իշխանությունը զավթած տգետ պոռնիկ սրիկաների բռնապետությունն է։ Արևմտյան ցանկացած երկրի իշխանություն վերցրեք, նույն սրիկան է։ Այն նրանք, որոնք ասենք թե մի օր մի քիչ նորմալություն են ցուցաբերում ինչ որ նկատառումներով, ասենք թե հունգարականը պրեզիդենտը կամ ինչ որ մեկը, այդպես չի։ Իր խորքում այդ իշխանությունը արևմտյան տիպի իշխանությունը սրիկա է։ Ուրիշը արևելյան չինական իշխանությունները, տեխնոկրատական սկզբունքով կառուցված իշխանությունները, որոնք ուրիշ ձև են կառավարում, նրանք չեն հասել այս այլանդակություններին։ Այնտեղ էլ կա ոստիկանը, այնտեղ էլ կա պաշտպանությունը, բայց այնտեղ առաջընթացի պետության բարգավաճման ծրագրերն են դրած։ Աղքատությունը կապիտալիզմի շարժիչ ուժներ։ Աղքատության հեռանկարով էին մարդուն շահագործում, բայց երբ հարուստը դարձավ միլիարդատեր ու տրիլիոնատեր ու կյանք պարտադրող մյուսներին, դրանով գործի դրվեց նաև հակառակ բևեռը։ Անիմաց դարձավ աշխատանքը։ Տարասխալները շատ կան նախ քյորեմ, երկրորդն էլ արագ շտապում էի հասցնեմ։ Առաջ աղքատին ցույց տալով ասում են տես, փողոց կընկնես, անտուն կդառնաս, արի աշխատի իմ մոտ։ Ու մարդիկ բոլորը ձգտում էին նորմալ վիճակի գնալ, որպեսզի անտուն չմնային, բոմբ չդառնային։ Բայց երբ որ հայտնվեցին տրիլիոնատերերը, նաև մյուս պարամետրը հայտնվեց քաղաքական կյանքում, հասարակական կյանքում։ Լավ, այս երկու բևեռների արանքում ես ոնց ապրեմ։ Մի կողմից իշխանությունն է իր միլիարդատերերով, փողատերով, ես ինչքան էլ աշխատեմ, չեմ կարող տրիլիոնատեր դառնալ։ Ես աշխատեմ, պետք է իմ օրվա ապրուստը բավարարեմ, բոմբ չդառնալու համար։ Բայց այն մյուս ծերում, այդ հարստության ծերում կանգնածներն արդեն այն չեն անում։ Սրանք իզոլացել են ինձանից, ես սրանց վրա ոչ մի ազդեցություն չունեմ։ Սա է աշխարհի վիճակը։ Մի ծայրին աղքատներն են, մյուս ծայրին գերհարուստներն են, մեջտեղում կուճուրած ժողովուրդն է։ Դու այդ սարսափելի մեծ ինտերվալը հաղթահարելու, որպես արժանապատիվ մարդ ապրելու համար գիտելիք է պետք։ Սա էլ մի ուրիշ նկար է, որը ցույց է տալիս, որ շեղվել է արևմտյան իդեոլոգիաները պարտվել են արևելքին։ Այստեղ ներկայացված է 150 մետրից ավել շենքեր ունեցող երկրները։ Չինաստանը ունի 3500 հատ։ Ինչ Չինաստանը, որ 90-ական թվերին ոչ մի հատ չուներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները արդեն 4 անգամ հետ են 900 շենք ունեն։ Արաբական Էմիրատներն ունեն 3-րդ տեղում են 345, Մալայզիան 327, Ճապոնիան 284, Կորեան, հետո նոր Կանադան է գալիս, Ավստրալիան, արևմտյան ոչն է գալիս։ Այսինքն ակնհայտորեն արևելքը առաջ է անցել արևմուտքից իր զարգացման տեմպերի մեջ։ Սա կարևոր է։ Այս սրանք դարել են ամերիկյան իշխանության տեր են դարձել, ամեն մեկը մի ձևի աննորմալություն ունի իր մեջ, նույն պատահական մի հատ նկար են վերցրել, ներքևում ինչ է ասում է անպայման չի դու ինքնաթիռներով տները բանանես, տները թիրախ վերցնես ու քանդես, մարդկանցով էլ կարող ես քանդել,
երկիրը։ Հայաստանը քանդվեց Մինիկոլով, Արևմուտքը քանդվում է իր ղեկավարությամբ։ Այս մարդկանցով մասկ ունի կես տրիլիոն ու այստեղ նկարագրած է թե իրանք ինչքանով են մասնակցում նախագահական ընտրությունների։ Մասկը տվել է 2010 թվականից մինչև հիմա տվել է 279 միլիոն քաղաքական գործերի համար։ Բիլ Գեյթսի անունն է դուրս եկել, որի աշխարհակործանում ընդհանրապես ինչ է տվել, 1 միլիոն է տվել։ Հետո գալիս են դատարկություն, հոպլա, Տրամփն է տվել 66 միլիոն։ 74 միլիոն։ Այն Մարիամ Ադերսոնին ստեղ նշած չի 100 միլիոն մենակ Տրամփին տվեց, բայց տենդենսն է ցույց տալիս, որ հարուստները մտել են արդեն քաղաքականություններ։ Քաղաքական դաշտը այլանդակվել է մի քանի ձևերով։ Այս մեր լավ տղեկն է։ Նո այս ծախի շնորհիվ մենք իրար հետ շփվում ենք, աչի շնորհիվ ես իմ առևտուրն եմ անում, ամեն ինչ բերում են տուն։ Նույնն է, գնաս խանութից առնես թե իրեն պատվիրես, այս աչին ես հարգում եմ, ծախը ինքը չի։ Ձախ կողմինը կոնգլոմերատ է, այդտեղ տերեր ունեն ինքը։ Մեջտեղինն էլ նո տարօրինակ դեմք է, ինչ ասեմ, աուտիստիկ տղա է, կարողացել է դասավորել։ Այսինքն, նես չի որ իրանք սրիկաներ են հայտնվել փողի գլխին։ Ոչ, համակարգը թույլ է տվել, որ ինչ որ ունակություններ ունեցող մարդիկ հայտնվեն փողի գլխին, ու դա իրանց մեղքը չի։ Իրենք օգտվել են համակարգից։ Ես երբեք ուժերներին չեմ մեղադրում, թույլերին եմ մեղադրում, որոնք մեծամասնություն են կազմում։ Փոքրամասնություն կազմող 1 մարդը, 2 մարդը, որոնք ինչ որ դրական ինչ որ ուժեղությունների ուժի հաշվին հասնում են մեծ հաջողությունները, ես իրանք չեմ կարող մեղադրել։ Իրանք չեմ մեղադրում, ուղղակի նկարը լավնա ցույց եմ տալիս։ Այս մարդն էլ իրան ամեն ինչ է կարծում, մեր հիմիկվա նախագահ, բայց իր բաներն են լավ, այս շքանշաններն են լավ, խաղալիքներ են մանկական։ Շատ լավ նկար է, հոյակապ։ Առհասարակ այս վերջերս հումորը, քաղաքական հումորը շատ է զարգացել։ Ու պետք է դրան ուշադրություն դարձնել։ Այս մի նկարն ինչ ասես արժի։ Այս էլ մեր իրականությունն է, մանիպուլացիոն է, մաս մեդիան է մեր հերնանիցում, թերթը այստեղ ակնհայտորեն նշած է մաս մեդիան, հին նկար է, թերթերն են նկարը, իսկ ես էլ total control-ն է։ Այս էլ քաղաքական մեր վիճակն է, ամեն մեկի գլխին մի ուրիշը կա, մեկի ոտի տակ ենք մենք։ Իդեպ այս բոլոր նկարները, որ ես բերում եմ, այս գրքերի մեջ կան, այս ձեզ ցույց տված, որ ցույց տվեցի, այդ գրքերը տենց իլյուստրացիաներ ունեն այս նկարներով։ Այս էլ թքած ունի, начальника թքած ունի մարդու կարծիքի վրա։ Սա էլ նույն կարգի նկար է։ Խեղտեմ քեզ, ախպեր։ Այս էլ աշխարհն է տաշում մեր ընկերը։ Իր գլխարկով գլոբուսը դրած որպես գոլֆի գնդակ տաշում է։ Ինքը գնդակ էր տաշում, ես էլ թուրան է սարքում մեր վրայով, աշխարհի վրայով։ Ու մենք թույլ տվեցինք այս ամեն ինչը։ Մեր մոտ ճեղքվեց թուրանը։ Մենք էինք թուրանի դամբան, մենք կարանք լավ փողով վերցնենք, պայքարելով, կռվելով, մենք դառնայինք ռեգուլյատոր այդ դամբայի, կործանվեցինք, քշեց տարավ։ Այս էլ ուրիշ բան է, ներկայացում է, ներկա կյանքի ձև է։ Այս էլ արդյունքն է։ Պատերազմ, կմաղկացած զինվորների պատերազմ արդեն։ Այս ամեն ինչը պետք է չեղյալ հայտարարվի ինչ-որ ձևերով եւ ես գտնում եմ միակ ձևը դա է, քաղաքագիտություն տարածելն է։ Ես այս նկարն էլ լավ ասում եմ, հա, դուք բոլորը սխալ եք։ Ես իմ ելույթով ես դա եմ ասում։ Ես ասում եմ, հա, դուք բոլորը սխալ եք, ու ես այդ բոլորի դեմ կռիվ եմ սկսել։ Դոնկիխոտական կռիվ է, իմ կռիվը, ոչինչ կգնամ այդ ամեն ինչ։ Ինչի կհասնեմ, չգիտեմ, ինձ թվում է 0 է հավանականությունը, որ ես մի բանի կհասնեմ, կախված է նրանից, թե ինձ հասկացող մի 4-5 հոգի կլծվեն այս գործին։ Ոնց ասենք, թե այդ կոմիտեի մեջ կմտնեն աշխատանքի, մարդկանց մեջ տարածեն գիրքը, գիտելիքը, աշխատեն այդ ուղղությամբ, որ մենք դառնանք մարդ։ Հայերս կդառնանք մարդ, կփրկվենք, այդ գիտելիքը կտարածվի աշխարհով մեկ, քանի որ ասում եմ գրքերը պատրաստ են, մարդկությունը կփրկվի։ Չեք անի, կմնաք այտենց նույն վիճակում։
Այս մինչև հիմա այս դեգեներատներն են հաղթել մեզ անուղեղ, դեռ են առել ուղեղակիրներին, իմ այսօրվա մարտա հրավերը այս նկարին է։ Սրանից հետո հակառակը պետք է լինի։ Անասունը չի կարող նորմալին ձեռ առնել։ Ու այս պատն էլ պետք է քանդվի։ Այս պատը պետք է քանդվի, ուրիշ ձև չունենք։ Այս ինտերնետից եմ աչ նկարը վերցրել։ Մեզ մանկուց սովորեցրել են վախենալ գայլերից, բայց կյանքն այլ բան է ասում, վախեցեք ոչխարներից։ Հայաստանում դրանք սարսափելի շատ են, աշխարհում էլ ոնց ասեցի, միջին խավը ոչխարանում է։ Իտալական խոսքն էլ սա է ասում ավելի մի օր ապրես որպես առյուծ, քան 100 տարի որպես ոչխար։ Մենք որպես ոչխար ենք ապրել, տրեխի ցեսկոմ, չասեմ քրիստոնեությունի ցեսկոմ, դրա համար այս Թուրքիայում եղած հայկական եկեղեցիներն են։ Հիմա էլ Հայաստանում եք եկեղեցի կա սարքում, թուրքերի համար եք սարքում։ Թուրքերի համար Նիկոլը ասֆալտ է անում։ Այդ որ Հայաստանում ասֆալտ են անում, չկարծեք ձեր համար, այդ ասֆալտը թուրքերի համար է արվում։ Ու ինքը թուրք է։ Իր արածը միայն դա է նշանակում։ Ամբողջ երկրի մեջ միակ գործունեությունը ասֆալտ փռել նշանակում է Թուրքի հրամանով ճամփեքն է սարքում մինչև որտեղ Հայաստանը դադարվի թուրքերը գան միանգամից մնացածը մարսեն տները վերցնեն ոնց Բաքվի հայերի Ղարաբաղի հայերի տները վերցրեցին վերջին 100 տարում թուրքերը մեր հաշվին են հարստացել նաև մենակ Բաքվի նավթը չի Բաքվում հայերը թողեցին Բաքվում 3-400,000 հայ կար թողեցին այդ տները ահռելի հարստություն էր դրա հաշվին բարգավաճեցին իրանք Հայաստանից հեռացավ 140,000 թուրք Ադրբեջանից կես միլիոն վերջում էլ Ղարաբաղը համատեք այդ ունեցվածքներ Հայաստանից գյուղերից հոլիկներից հեռացան Բաքվում մենք թողեցինք տներ հարստություն այստեղ էլ եկեղեցիները թողեցինք ու շարունակում ենք Երևանում դոդը եկեղեցի ասարկում դոդի տակ կզածել մնացեք արժանապատվությունները գետին տված Այս իմ 5 գրառումն է կարծամ, որ 88-ից Գարբաչից սկսենք Ղարաբաղ ուզել զարմացած էի, թե հողնել աղաչեն, խնդրեն, հացադուլվեն ու հողորտան, թե Գարբաչ կամ պտիտաս կամ տանկերը քշես վրաներս։ Գարբաչն էլ նամարտություն չարեց, ասեց դե հացադուլվի այ հայվան, համ Ղարաբաղը չտվեց, համ էլ տանկերը քշեց վրաներս։ Այդ դրա վրա չզարմացա։ Որ Սումգայիդ Բաքու ու Ադրբեջանում եք 400,000 հայությանը մորթեցին, սրի քշեցին ու Հայաստանից էլ 140,000 թուրքերով ողջ առողջ երջանիկ գնացին հայերի տներում ու ապարանքներում բնակվելու զարմացած չէի։ Ստեղից ոչ մի զուգ չի թող։ Մի կարծեմ մի հատ պատահական մեքենայի տակ էր ընկել ինչ էր արել թուրք տեղափոխվելուց։ Զարմացած չէի, մտածում էի դե այսքան ենք, ինչ կարանք ասել, անենք։ Որ հետո թուրքերը հարձակվեցին Ղարաբաղի կեսը գրավեցին, դրա վրա էլ զարմացած չէի։ Դե նորմալ պատմական էր, ինչի վրա զարմանայի։ Բայց որ հրաշքով սովետահայ սպաներով ու սովետաջահել հայրենասերներով թուրքին հաղթեցինք, այս քն ավելացնեմ, իրենք հաղթեցին, ես չեմ հաղթել։ Այդ դրա վրա զարմացած էի, թե ախր ոնց Հենա նորմալ տրադիցիոն գենոցիդվելու գործին էինք, այս ոնց եղավ այս հրաշքը։ Որ հաղթանակից հետո հայոց երկիրը դառավ ասֆալտի ֆիդայինների բոստանն ու սկսեց ինքնահոշոտվել, այդտեղ չզարմացա։ Ու սկսել տեղը եկավ։ Հենց այդ ենք որ կանք։ Բա ոնց կարայինք այլը լինել։ Որ Նիկոլն եկավ Սերժի տեղ ու ասեց, «Էսա դրձվում ենք ազգովից չզարմացա, ասես 21-րդ դարի ջահելա, ոնց կարա գոնե Սաշիկի աղբորից ավել չլինի»։ Բայց որ հաջորդ օրը նստեց պատավատ, սարսափելի թիմ հավաքեց ու սկսեց երկիրն ուտել, ճիվաղություններն անել, այ դրա վրա չզարմացա։ Ու 18 թվի մայիսի 8-ին ես հոդված 9-ին ինքը պաշտոն ա վերցրել, ես հաջորդ օրը հոդված եմ գրել, որ իջի պատավածիդ անասուն։ Կարակ վերցնեք կարդակ, իմ կայքում կա այդ հոդվածը։ Կդնեմ լինքը, այս խոսակցության վերջում կդնեմ լինք, կարդացեք։ Ոչ թե մեր վրա զարմացա, այլ մաթեմի, թե բալավ, ազգի մեջ էլ մի նորմալը չլինի, ախր ոնց կարող է նման վիճակագրություն լինի մոլորակի վրա։
ում գցում ես տականքա, ում բերում ես իշխանության ճիվաղը։ 5 տարվա մեջ հազարով մի այլ չզարմանքով անցա ու կարծում եմ հասել եմ վերջին զարմանքին։ Թե ոնց կարա այս դարում համատարած գիր գրականության, ինտերնետի, YouTube-ի, Face-ի ու Bentley-ի դարում հայ մարդը հա լսի, բայց չհասկանա։ Աչքերը չռած դեսուդեն նայի ու ոչ մի բան չտեսնի։ Շուրջ բոլորով արունահոսի ու ինքնից ծորացող վերքերի վրա գոնե ձեռը չդնի։ Այս վերջի զարմանքի վրա լռվել եմ, ոչ դես ոչ դեն։ Անհաղթահարելի զարմանք, ախր ոնց։ Ախր իսկականս ոնց։ Այտենց։ Այս ընկերոջս գրառում նա 20 թվի Իրանն չեմ բերել, ես չգիտեմ կարող ենք խնդիրներ ունենալ այս պատակտական իշխանությունների հետ, կարդացեք, լավ բան է գրել։ Ես էլ Անիկ Աղինյանը 15 թվին, Անիկ Աղինյանը արդեն երկրորդ անգամ են բերում։ Կեղծիքների մասին, ընտրական կեղծիքները թե ոնց է կատարում, կարդացեք, գիտեք, բոլորդ էլ գիտեք։ 15 թվից գրել է։ Գնալու եք նորից ընտրությունների, Սերժ, Ռոբ, այնպես կեղտեր, կիտրուներ, չգիտեք, որ էս ալնելու։ Ընտրություն գնալու համար պետք է համոզված լինես, որ այդ ընտրությունը չի կեղծի։ Ոնց ասել էի, Նիկոլին պետք է հաղթես մինչև ընտրությունները, այլ ոչ ընտրությունների արդյունքներով։ Ես էլ իմ հին գրառումներից 17 թիվ։ Այսենք։ Այս հեծանիվն եք նստած։ Մի հատ անեկդոտ կար սովետական ժամանակ։ Արևմտահայերն են ասում։ Ասում էին, լսիր, գարքին անիվները կարող են քառանգյուն լինել։ Ասում են, ինչու՞ չէ, կարող են, բայց դու այնտեղ նստողներին հալը հարցուր։ Էսա անանիվ, քառանիվ նստած ենք ու փորձում ենք առաջ գնալ, չես գնա։ Որովհետև այս ենք։ Ասում է հիմարության սահմանում է։ Այդ է նա որ ասում է գիտի ճշմարտությունը։ Տեսնում է ճշմարտության բոլոր բաները, նշանները, բայց շարունակում է հավատալ կեղծիքին։ Այս ենք, նկարը կա, այս բաները, դեմքներից քաշած արկղները, չոր, ուր ենք գնում չգիտենք։ Որոշներն էլ այս են խաղում, իրանց էշ են խաղում, հիմար են խաղում, այս են, երջանիկ, կեֆերի մեջ, դողոլ զուրնա, տաշի տուշի, փոխանակահես լնենք։ Ալիևը գնաց մանկապարտեզում կրթեց իրենց լիդերներին, որ հային մորթեք այդ տարածքին տիրացեք, մենք թուրան ենք կերտում։ Այս ձախ կողմի մարդն էր պետք դառնալ, բռունցքով, կամային մարդն էր պետք դառնալ, չհասկացանք, չգիտակցեցինք։ Ես այդ եմ անելու, փորձելու եմ մարդկություն մտցնել մարդկային կյանքում, այդ նկարում ներկայացված եւ քաղաքական ապագայի մասին գիտելիք այս նկարում, որ դեմոկրատիան շատ վաղուց իր տեղը զիջել է տեխնոկրատիային, որ դա հասկանալ է պետք, դա գիտելիք է, խորը գիտելիք է, եւ այդ գիտելիքի խորքը սա է, այս է։ Սա ամերիկյան նկար է, ամերիկացի sense սա կոչվում է բան Truck բանն էլի, բեռնատար մեքենան է, որը դարել է մարդատար արդեն։ Ինչա գրած։ Գրածա ոչ մեկի չվերընտրես։ Այսինքն ոչ մի լիդեր իրավունք չունի երկրորդ անգամ մտնելու օֆիս։ 8 միլիարդ մարդկություն կա աշխարհի երեսին։ Այդ ո՞նց եղավ, որ մտնում են օֆիս ու դրանց փոկել հնարավոր չի աթոռից։ Երբ որ բանը Ռուզվելտը 4-րդ անգամ նախագահ դարավ, դրանից հետո ամերիկացիք հասկացան, որ նախագահական համակարգը խնդրեմ ունի, չի կարելի մեկ մարդուն թողնել շատ երկարին կմնա իշխանության։ Հետ չլինի կծերանա, կինվալիդանա, կդուրրականա, պետքա սահմանափակում մտցրել։ Ու այն ժամանակ խելքերն այդքանն էր պատում, ասեցին 2 ժամկետից ավել նախագահն իրավունք չունի իր օֆիսում լինել։ Պետքա սահմանափակում մտցրել։ Մտցրեցին այդ սահմանափակումը, նախագահ կարող է մեկ մարդ լինել 2 անգամ, ոչ ավել։ Ու այնտեղ բարձրություն չկա մտցրած, թե ընդմիջումով կարող է 3-րդ անգամ լինել, թե չէ։ Այդ չի բանը։ Հիմա Թրամփը դրա համար է պայքարում, պարզ չի։ Ինքը կարող է պատահի կարողանա ճեղքի, ասի ինչ է գրած չի, ես 2 անգամ իրար հետևից իրավունք ունեմ։ Այդ դրան ենք ասել։
Եթե նախագաների մասով երկու անգամ սահմանափակում կար ու դրա համար որպեսզի Սերժը մնար հավերժ իշխանության հետ ճիվաղը սահմանադրություն գրեց, որ հիմա էլ վարչապետ դառնա, վարչապետությամբ ես առաջ ընկնեմ, վարչապետության վերաբերյալ սահմանափակում չկա։ Ինչ ա եղել, մենք ընտրությունը անում ենք նորմալ, մարդիկ գնում են իրանց մարդկանց ուղարկում են պարլամենտում որ ուժը որ հաղթեց, նա էլ դնում է վարչապետ, բայց տակատ չի ասում, որ վարչապետը դառնում նույն մարդը։ Հավերժ ամբողջ կյանքը ոչ մի սահմանափակում մտցրած չի։ Նիկոլը 7 անգամ վերընտրել է իրան։ Ես ալեգորիկ եմ ասում։ Բայց Նիկոլն արդեն մի սրոքն անցել է, երկրորդ սրոքն է գնում, երրորդ սրոքն է գնա, չորրորդն էլ, 10-րդն էլ, ձեր բոլորին կուտի, կմարսի, կարտաթորի էլ, որովհետև դուք պարզ բանը չեք հասկանում։ Այս մարդը գրել է, ամերիկացի է, գրել է իր պրեզիդենտի վերաբերյալ ու մնացածի կոնգրեսմենների վերաբերյալ, օֆիսում իրավունք չունես 2 անգամ լնես, ընտրովի պաշտոնին իրավունք չունես 2 անգամ լնես։ Հայերն պետք է գիտակցեն, որ վարչապետ իրավունք չունի 2 անգամ վերընտրվի, 1 անգամ։ Նիկոլը վերընտրվել էր 18 թվին, 21 թվին, իրան ընտրողների մերը։ Ու հիմա պետք է գրվի նորմալ մարդավարի, որ վարչապետական համակարգը պետք է ջնջխվի, պետք է սահմանադրական կարգով վերադառնանք իշխանության 3 ճյուղերին, պետք է լինի նախագահ, վարչապետ, խորհրդարան, իրավական առանձին, որպեսզի այդ ճյուղերը բոլորը վերահսկվեն մարդկանց կողմից։ Ու մի ժամկետ, բոլորին 1 ժամկետ։ Հայությունը լիքը մարդ ունի իր փոքր երկիրը կառավարելու համար, ամեն անգամ նոր նախագահ, նոր վարչապետ, նոր խորհրդարան։ Ոչ մեկն իրավունք չունի վերընտրվելու, որ վերընտրվելը չդառնա իրանց համար մարդկանց ստրկացնելու ձև։ Ասեմ ինչի է սա կարևոր, ինչի երկրորդ ժամկետը կատաստրոֆիկ է։ Նախագահը մտնում է սենյակ, ինքը թիմ, իր կաբինետը թիմ ունի։ Այդ թիմը գալիս ասում է, «Արես ինչ հրաշք տեղ է, էս ինչ հրաշք է»։ Ինչ ասում ես, գնա այս արա միլիցիոն այդ գլուխը տալիս է պատով, այն մյուսին սպանում է, իր հակառակորդին սպանում է։ Լավ է արա, ինչքան ուզենք կթալանենք, ինչքան ուզենք տենդեր կվերցնենք մեր վրա։ Իշխանությունը ֆանտաստիկ հրազոր բան է։ Ապե, նախագահ դառը, երկրորդ անգամ ենք այդում։ Նոր են մտել կաբինետ, արդեն մտածում են երկրորդ անգամ գնալու մասին։ Դրա համար օֆիս մտնելու առաջին օրվանից ամերիկյան նախագահը եւ բոլոր երկրների նախագահները առաջի դեմքերը մտածում են վերընտրվելու մասին, որովհետեւ թիմն է այդ գործին։ Թիմն ասում է՝ «Պետք է վերընտրվես, ապուշ»։ Ով ուզում է սեղի, որովհետեւ մենք ենք քեզ առաջ տանողը, մենք քեզ չենք ծառայի, եթե դու հիմիկվանից չկռվես վերընտրվելու համար։ Դուք խաբար եք, որ ամերիկյան կոնգրեսմենի գործը փող հավաքելն է ամեն օր, եթե 3 միլիոն, ես 5 տվյալ եմ ասում, 8 թվի տվյալ եմ ասում։ 8 թվին, եթե ամերիկյան կոնգրեսմենը օրական 3 միլիոն փող չհավաքեր իր վերընտրման կամպանիայի վրա, ինքը չէր վերընտրվի։ Հիմա թիվը չգիտեմ, կարող է 5-10 միլիոն է դառել արդեն։ Սենատորը 8 միլիոն էր։ Այս ամեն ինչ հավաքվում է, վերջում այդ թիմերը ընտրում են նախագահին, պրեզիդենտին, վարչապետին։ Փողն է որոշում բոլորին, իսկ փողին էլ տիրացել են հարուստները, աստծո ընտրյալները ու իրանց շներին են տարածել աշխարհով մեկ։ Էփշտեյնին են ասել, հələ բարդել բաց, դրանց կանչի, աղջիկի հետ թողելն նկարի, որ շանտաժ անենք, հերներն անիցենք։ Այս ստեղծվել է համաշխարհային պիրամիդա, փողատերերը գլխին են կանգնած, դրանց ներքև առաջի դեմքերն են, որոնք հավերժական են դարել, եթե ինքը դուրս է գալիս ասպարեզից, ամերիկյան նախագահ մնում է նախագահ, ասում են պարոն նախագահ։ Կլինտոնին ասում են պարոն նախագահ։ Մի ժամանակ նախագահ է եղել, այսինքն ինքը իշխանության տեր է։ Հայերն էլ դա վերցրին, Լևոնը, Ռոբը, բանը անձեռնմխելի են, իրաց տներն ունեն, Լևոնն իր ապարանքներում է ապրում։ Ոչ մի անձեռնմխելիություն, մի ժամկետից հետո դուրս քաղաքական կյանքից։ Երբ որ թիմն է աշխատում վերընտրման համար, այդ նախագահը նորմալ աշխատելու հնարավորություն չունի։ Առաջի ժամկետում էլ չի կարողանում նորմալ աշխատել, որովհետև հեռանկարում հնարավորություն ունի երկրորդ անգամ վերընտրվելու։ Թիմն ասում է ամեն ինչ արա հիմիկվանից, որ երկրորդ անգամ վերընտրվես։ Ստացվում է, որ դուք նախագահ եք ընտրում, որպեսզի ձեր համար աշխատի։ Նա աշխատում է իր թիմի համար, երկրորդ ժամկետի համար, երրորդ ժամկետի համար, իսկ եթե վարչապետը ամբողջ կյանքի համար։ Դրա համար Նիկոլի կողք կա Ալեն,
Լուլուներ, մուլուներ, Ճիճուներ, Ռոբերտներ, Սերջեր, որոնք ասում են, ինչ ա եղել, այս հայ ազգը մեր ձեռն է, կուտենք սրան հավերժական, կենթանի սնունդ է, մեր դեմը լցած, թարմ, չալաղաջները վրեն, միշտ կուտենք, երկրորդ սրոք կա, երրորդ սրոք կա, հավերժ կա, այս ամեն ինչը բացադրված է այս գրքերում, ոնց ասել է, ես խոստանում եմ ֆոնդը սարքել, այսօրվանից ես նախաձեռնելու եմ, շունեմ ես թիմ, որը կսկսի այդ բանով զբաղվել, ես փողը հետ կգցեմ, փողը կգոյանա, գիրքը կարող եք կարդալ լինքով, կարող եք գնել խանութներից, կգնեք, բանի տեղ կդնեք, կտարացեք իմ ասածը, կասեք, որ հայտնվել է մեկը, որ ուզում է նոբելություն անել իր աղքաթալով, ձեր կառնեք, ձեր գործն է, բայց ես այս գործին սկիզբ եմ տալիս, ու կարծում եմ կարողանամ գոնե 1, 2, 3 հոգի գտնել, որոնք անաչառ այս գործը առաջ կտանեն, լուրջ բան եմ սկսում, լուրջ մոտեցեք, անլուրջներով լուրջ մոտեցեք, այսպես ասեմ, հիմա չգիտեմ քանի հոգի է մնացել նայող, կարող է մի 5 հոգի մնացել են նայող, այդ 5-ին եմ դիմում, մի քիչ լրջացեք, անելիք կա, այսօրվա ասելիքը երևի էս էր, այս պազիցիան, այս ջայլամությանը պետքա վերջ տրվի, այս հին իմ մտքեր են, Հայաստանում բոլորը նույն փարախում միաժամանակ ապրող եւ գայլ են եւ ոչխար, ինչպես նաեւ հավ ու ջայլամ, սրանից պետքա դուրս գալ, ես այդ քայլն եմ անում, որ դուրս գանք, ուտել խմելուց, պերականի այս դեգեներատի տակից դուրս գանք, կյանքը ուտել խմելով չի մենակ, կյանքը մարդ լինելով է, մարդ դառնանք, էս էր